Հայաստան համահայկական հիմնադրամի ծրագրերում մշտապես մեծ տեղ է հատկացվում կրթական հաստատություններին։ Ամեն տարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի քաղաքներում ու գյուղական բնակավայրերում կառուցվում, հիմնովին նորոգվում եւ կահավորվում են տասնյակ դպրոցներ ու մանկապարտեզներ։ Արագածոտնի մարզի Մելիք գյուղում հիմնովին նորոգվել է դպրոցի շենքը, որտեղ ինչպես տնօրեն Արթուր Ղևոնդյանն է ասում, արդեն անհնար էր կազմակերպել ուսումնական գործընթացը։ Նախկինում մեր հատակը բետոնապատ էր, որը քայքայված էր, դասարաններում պատուհանները ամբողջությամբ շարքից դուրս եկած էին, անձրևաջրերը, քամին, թափանցում էր դասարանը, չէին կարողանում անհրաժեշտ ջերմությունը ապահովենք։ Մելիք գյուղի դպրոցի հիմնանորոգման ծրագիրը Հայաստան համահայկական հիմնադրամն իրականացրել է արգենտինահայ Սուրենյան ընտանիքի նվիրատվությամբ։ Վերանորոգումից հետո փոխվեց պատուհանները, դռները, հատակները, հարդարվեց ամբողջ պատերը, կահավորվեց դպրոցը, ունենք նորմալ կահավորված դասարաններ, ջեռուցման խնդիր չունենք, մշտապես ապահովում ենք պահանջված ջերմությունը, պակասել են բացակայությունները հիվանդության պատճառով։ Դպրոցի տնօրենի կարծիքով Հայաստան հիմնադրամի հոգատարությունը ոչ միայն աշակերտների եւ ուսուցիչների վերաբերմունքն է փոխում կրթության հանդեպ, այլև հույս ու հավատ է ներշնչում հեռավոր գյուղերում ապրող մարդկանց։ Եվ ես կարծում եմ, որ մեր գյուղի նման շատ գյուղեր կան, որ դեռ վերանորոգման կարիք ունեն եւ հատկապես բարձր լեռնային եւ սահմանամերձ տարածքներում սա ռազմավարական նշանակություն ունի, քանի որ կանխում է արտագաղթը եւ հույս հավատ ներշնչում ժողովրդի մեջ վաղվա օրվա նկատմամբ։ Սա էլ Արագածոտնի մարզի Օշական համայնքի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցն է, որտեղ սովորում է 600 աշակերտ։ Մենք մեծ դպրոց ենք, մենք միջնակարգ դպրոց ենք, մենք ունենք յուրաքանչյուր դասարանից առնվազն 2 զուգահեռ դասարաններ եւ ամեն տարի, ասենք, ավարտում են մոտավորապես 40-45 աշակերտ, բայց առաջին դասարան ընդունում ենք մինչև 60։ Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցը Հայաստան համահայկական հիմնադրամը հիմնովին նորոգել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետարանի եւ ֆրանսահայ համայնքի նվիրատվություններով։ Ինչպես տեսնում եք, դպրոցը արդեն լիովին համապատասխանում է արդի պայմաններին եւ ուսումնական process-ը ավելի բարձր մակարդակով կազմակերպելու համար ունի լիարժեք պայմաններ, անհրաժեշտ պայմաններ։ Դպրոցի տնօրեն Նաիրա Հովակիմյանն ասում է, որ ֆրանսիացի ու ֆրանսահայ բարեկամների աջակցությամբ իրականացված ծրագիրը եւ աշակերտների եւ ուսուցիչների մոտ մեծ խանդավառություն է առաջացրել։ Մի տեսակ այսպես տոնի է վերածվել նրանց համար դասապրոցեսը եւ մի երազանքի նման էր, մի լավ երազանք, որ ունենում է երեխան եւ հանկարծ այդ երազանքը կատարվում է, երազանքի իրականացման նման էր, երբ որ երեխաները մտան ու տեսան, թե ինչ պայմաններում այսուհետ իրենք պետք է ուսանեն, ինչ իրավիճակում պետք է ուսանեն։